Սիրելիներ, ես հենց հիմա գտնվում եմ մի ահռելի բարձր տարածության վրա եղող ժայռի ծայրին, տեսեք ուր եմ հենց հիմա ես կանգնած, իմ 4 կողմում անդունդա, Աստված չանի մի անզգույշ շարժում և կարամ ես ինքս էլ ընկնեմ ներքև, բայց ես գիտեմ, Աստված ինձ պահում է ու հետաքրքիր հայտնություն ստացա այս ժայռի ծայրին ես քարքարոտ սենց փշոտ սուր ժայռաբեկորներին կանգնած, գիտեք, երբ որ Աստված է քեզ ժայռին կանգնացնում, նա ինքն էլ քեզ պահում է ժայռի վրա, ոնց որ ասում է իմաստուն մարդը իր տունը ժայռի վրա է կառուցում եւ ոչ թե ավազի, իսկ եթե սատանան է բարձրացնում ժայռերի վրա, նրա նպատակը միակն է, որ գցի այնտեղից ու վնասի քեզ։ Գիտեք, կանգնեք Աստծո ժայռին եւ ոչ թե սատանայի կողմից առաջնորդած ինչ որ բարձունք, որը մարդկային է, որը շնչավոր է, որը դիվային է, որովհետև միայն Աստծո ժայռին, միայն Աստծո բարձրացրած բարձունքում կարող ես դու կանգնել ու հաստատուն մնալ ու անվնաս մնալ։ Ով որ իրեն բարձրացնում է կխոնարհվի, ով որ խոնարհեցնում է կբարձրանա, Աստված նրան կդնի ժայռի վրա, ինչպես որ Մովսեսին հանեց ժայռի վրա, ասեց կանգնիր այստեղ և ես քեզ կծածկեմ ու դու իմ փառքը կտեսնես, գիտեք, նա իր ափով ծածկեց ու իր փառքը ցույց տվեց։ Աստծո ժայռին միշտ կտեսնենք նրա գեղեցիկ հրաշալի փառքը։ Տերը օրհնի ձեզ, եղեք Աստծո բարձունքում։ Ամեն։